Ոնց ես առանց հարցնել գարաժս եք մտնում։ Ես ովքերերով։ Հետո կասեմ։ Ստոպ հլը։ Արա հոտուկ մարտակեր չէ գարա։ Ուրեմն, ես քո ընկերը, Ռոբը, 5 տարի առաջ եկավ մոտս, թե ինձ վրաս փողա պետք։ Ես էլ որպես բարի մարդ, ասեցի, որ մի հատ հարուստ տամոժնիկ կա, որ տունը լիքը ոսկի ունի։ Ասեցի, որ այդ ոսկին գողանաս, չի դիմի ոստիկանություն, որովհետև այդ ոսկին ինքը բռնագրավել է ու չի տվել պետությանը։ Ասեցի, որ այդ գողությունից հետո 50%-ը ինձ կտաս։ Ռոբս էլ ասեց, հարց չկա կարկուտ ջան, ես էլ ասի, ջան, Ռոբ ջան, ու հիմի ես մեր Ռոբին Գուդը հարուստներից վեգալել է ու աղքատների փայը չի տանում։ Բա մեր փայը եփ ես տալու, Ռոբ։ Բա այդքան բանը, որ ասել էի կարկուտ։ Ինչի չէիր ասել, որ այդ տամոժնիկի տունը կա սիգնալիզացիա, 5 հատ ախրաննիկ, վայրենի շներ։ Չգիտեի, Ռոբ։ Այդ քո չիմանալու պատճառով ես 5 տարի նստեցի Բերդում ու մլիցեքին քո վրով ոչ մի բան չասեցի։ Ռոբ, այդ քո քայլը բեսամ թարգվել է մեր կողմից։ Դրա համար էլ մենք այս 5 տարի է սուսիկ, պուսիկ սպասել ենք։ Ոչ քո ընկերներին ենք եղել, ոչ էլ քո բարեկամներին։ Կարկուտ, ես մի անգամ քեզ վստահել եմ ու 5 տարի իմ կյանքից կորցրել եմ։ Դրա համար այս անգամ պետք է իմ ասածով անենք։ Այդ ոսկիները ապահով տեղում պահած է, բայց ինձ ժամանակ է պետք, որ ես դրանք հանեմ։ Եփ, Ռոբ, ինձ շուտ է պետք։ Ռոբ կոնկրետ օր ասա, Ռոբ։ Մի ամսից իմ փայն լրնի։ Ինչ եղավ, արիկալ ոտես քաշի։ Այս ու հետ է շփվում դու արա։ Գնա, պապայիդ կալգոտքեն քաշի։